դուք Արցախի իշխանությունների աշխատանքը բավարար եք հիմա համարում, որովհետև կան նաև քննադատություններ ուղղված Արցախի իշխանություններին, ինչու ակտիվ չեն, ինչու են շատ հաճախ Հայաստանի իշխանությունների ոնց որ եւ քաղաքականության եւ թեզերի մեջ տեղավորվում, կարծես ավելի ակտիվ գործունեություն չկա, ոնց կարձագանքեք այս ամենին եւ արդյոք այն է այդ գործունեությունը, ինչ որ պետք էր անել տվյալ իրավիճակում, քանի որ Արցախի ժողովուրդը ձեզ է ընտրել, ձեզ է վստահել որպես իրենց անունից հանդես եկող մարմին, հա, մարմիններ, անձինք։ Ну, իշխանությունների նկատմամբ ժողովրդի կողմից միշտ էլ քննադատություն լինում է, դա նորմալ է, եւ ժողովրդի սպասելիքները միշտ ավելին են, քան իրականում է։ Այսօրվա իրավիճակում Արցախի պետական ինստիտուտները իրենց գոյությունը, որ Հայաստանի Հանրապետությունում շարունակում են, ստեղծված իրավիճակում մաքսիմալ հնարավորությունը իրականացնում են։ Մենք պետք է պարզ հասկանանք, որ այն ծրագրերը սոցիալական եւ մնացած այն ծրագրերը, որ Արցախի Հանրապետությունը ուներ բյուջե եւ բյուջեով արդեն եւ տնտեսական եւ սոցիալական եւ մնացած հարցերը, այդ հարցերով Արցախի իշխանությունները այսօր այդ հնարավորությունները չունեն եւ Հայաստանի իշխանությունները բռնի տեղանունից հետո 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո հայտարարեցին, որ ամբողջ սոցիալական փաթեթը վերցնում են իրենց ձեռքը եւ մենք հնարավորություն չունենք այս ծրագրերի վրա ազդեցություն ունենալ։ Բռնի տեղանունից հետո Արցախի իշխանությունները բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել Հայաստանի իշխանությունների եւ բնակարանային հարցերով եւ այլ հարցերով, ինչպես կարողանանք թեթևացնել մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական վիճակը, բայց բոլորս տեսնում ենք այսօրվա այն ծրագրերը, որ իրականացրել են Հայաստանի իշխանությունները, ձախողվել են կամ գրեթե տապալվել են եւ հիմնական դժգոհությունները իմ շփումներում մեր հայրենակիցների հետ հիմնականում Հայաստանի իշխանություններից են։ Իսկ այն, ինչ որ այսօրվա իշխանությունները Արցախի կատարում են, պահպանել, սա կարևոր է Արցախի պետական ինստիտուտների պահպանությունը, արտաքին եւ միջազգային հարթակներում պետք է միշտ խոսալ Արցախի մասին եւ տարբեր երկրներում միջազգային կազմակերպություններում խորհրդարաններում պետք է բարձր պահել եւ մեր խնդիրները, մեր հարցերը պետք է բարձրացնենք։ Պարոն Դանիելյան, եւս մի հարց կապված Արցախի թեմի առաջնորդի հետ, ձեզ համար սպասելի էր, որ թեմի առաջնորդը կմիանա հայտարարությանը 10 եպիսկոպոսների հայտարարությանը, կաթողիկոսին կառաջարկի հանգստի գնալ եւ այլն, առհասարակ ինչպես եք սա գնահատում, հանդիպում ունեցել եք արդյոք դրանից հետո թեմի առաջնորդի հետ եւ իրավիճակի հանգուցալուծում դուք ինչպես եք տեսնում, որտեւ եթե չեմ սխալվում, նրա պաշտոնանկության հարց դրված էր։ Արցախի թեմի առաջնորդ Վրդան Սրբազանի հետ հանդիպում չեմ ունեցել, սպասելի չէր, իհարկե, եւ հայ առաքելական եկեղեցին գնահատականը տվել է այդ հանդիպման մասին եւ ես գտնում եմ, որ մեր կողմից գնահատականներ տալը այստեղ ավելորդ են եւ պետք է սպասենք մայրաթորի հայտարարություններին, ինչպես կարձագանքեն եւ հետագա իրենց քայլերը ինչպես կիրականացնեն։ Պարոն Դանիելյան, ինչ դիրքորոշում ունեք ընդհանրապես Հայաստանում եկեղեցու շուրջ իրականացվող այս գործողությունների նկատմամբ։ Իհարկե անընդունելի է հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված այս արշավը եւ պետք է հանգիստ թողել եկեղեցուն, հստակ սահմանադրությունով նշված է, որ պետությունը եւ եկեղեցին անջատ են եւ բոլոր խնդիրները ինչ որ կան եկեղեցում պետք է լուծվի եկեղեցու ներսում եւ պետք չի մենք կամ այլ ինչ որ մարդիկ, ովքեր որ կապ չունեն, խառնվեն եկեղեցու գործերին։ Իմ խորհուրդս բոլորին, ովքեր որ փորձում են, հանգիստ թողեք հայ առաքելական եկեղեցու, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին այն միակ համախմբող եւ 1700 եւ ավելի տարի այն ինստիտուտն է, երևի աշխարհի վրա ամենահին ինստիտուտներից մեկն է եւ պետք է հանգիստ թողել եւ խնդիրներ
կլինեն, ամենտեղ էլ խնդիրներ լինում են եւ խնդիրները պետք է իրենց ներսում լուծվեն։ Շնորհակալություն։